Ժողովուրդս բարի երեկո, համատիրությունների վերաբերյալ իմ վերջի տեսանյութի տակ ձեր տեղադրած բազմաթիվ հարցերից ես հասկացա, որ ձեզ հետաքրքիր է կարելի ասել ամեն ինչ կապված համատիրության եւ նրա գործունեության հետ, սկսած համատիրության ձևավորումից, ստեղծումից, մինչև համատիրության անդամների իրավունքներ, պարտականություններ, կարճ ասած ամեն ինչն է ձեզ հետաքրքրում։ Այդ պատճառով որոշեցի մի քանի տեսանյութի ձևով տեղադրեմ այս ամբողջ տեղեկատվությունը, քանի որ այն բավականին շատ է, մեկ տեսանյութով դա հնարավոր չէ ուղղակի փոխանցել։ Ես կկիսեմ կարճ տեսանյութերով, հնարավորինս մանրամասն եւ հնարավորինս ձեր բոլոր հարցերին պատասխանելով կանցնեմ։ Դե գնացինք։ Նախ սկսենք նրանից, որ Երևան քաղաքում 4938 բազմաբնակարան շենքերից 4547 շենքերը կառավարվում են, այսինքն դա մոտավորապես կազմում է շենքերի Երևան քաղաքում առկա շենքերի 92%-ը։ Ահա այդ 92% շենքերը կառավարվում են թվով 258 համատիրությունների կողմից։ 146 շենքի կառավարումն իրականացվում է թվով 138 լիազորագրային կառավարիչների կողմից, 2 շենքի կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարիչների կողմից, իսկ թվով 243 շենք կառավարվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Ինչու եմ կարևորում եւ ինչու եմ սկսում հենց այս թվերից, որպեսզի պատկերացնենք, որ Երևան քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակիչների համար որքան կարևոր է հնարավորինս մանրամասն եւ հանգամանալից տեղեկանալ իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, քանի որ ստացվում է, որ Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 92%-ը կառավարվում է համատիրությունների կողմից։ Եվ ես հասկացա հարցերից, որ համարյա թե ոչ մեկ տեղեկացված չէր, թե համատիրությունը ինչ գործունեություն է իրականացնում, ինչ պարտավորություն ունի համատիրության անդամը եւ ինչ պարտավորություն ունի համատիրությունը։ Ովքեր կարող են ստեղծել կամ հիմնադրել համատիրություն, համատիրություն կարող են ստեղծել կամ հիմնադրել քաղաքացիները, իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները։ Որ շենքերում կարող է ստեղծվել համատիրություն, այն շենքերում մեկ կամ մեկից ավել շենքերում կարող է ստեղծվել համատիրություն, ընդ որում այն շենքը կարող է անդամակցել համատիրությանը, եթե միացել են, անդամակցել են շենքի բաժնային սեփականատերերի 50%-ից ավելին։ Համատիրության կառավարման մարմիններն են ընդհանուր ժողովը, վարչությունը, նախագահը եւ կառավարիչը։ Իսկ հաջորդ տեսանյութում կտեղադրեմ նրանցից յուրաքանչյուրի իրավասությունը եւ լիազորությունները։ Այսքանը լավ եղեք։